Սահմանադրության նոր տեքստը պետք է պատրաստ լինի մարտին, տեղեկացրել է Արդարադատության նախարար Սրփուհի Գալյանը Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստում։ Հիշեցրել, որ տեքստի մշակման այդ ժամկետը նախարարության հանձնառությունն է։ Նիստում խորհրդի անդամները քննարկել են դատախազության եւ քննչական մարմինների վերաբերյալ դրույթները։ Գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի ուսանողին ծեծի ենթարկածներին չկալանավորելու որոշման դեմ։ Արարատ Նյուզի հարցմանի պատասխան տեղեկացրել են դատախազությունից, նշել խափանման միջոցների փոփոխությունների վերաբերյալ դատական ակտերը այսօր են ստացել։ Վերաքննիչ բողոք կներկայացնենք, հայտնել են կառույցից։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս կիրակի նոյեմբերի 30-ին Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում կմասնակցի Սուրբ եւ անմահ պատարագի։ Այս մասին վարչապետը հայտնել է սոցցանցի իր էջում։ Փաշինյանը նաեւ նշել է, որ ժամանակին հենց այս եկեղեցում է մկրտվել։ Վարդենի սումականապայթյունի հետևանքով երկու պայմանագրային զինծառայող է վիրավորվել ծառայողական պարտականությունների կատարման հետ չկապված հանգամանքներում, ԲՆԻ-ց են հայտնել։ Հավելել, որ վնասվածքները ստացել են ոչ ծառայողական պարտականություններ կատարելիս, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Ազգային ժողովը այսօր ընդունեց Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջև ԵՄ ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի մասնակցության շրջանակը սահմանելու մասին համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։ Նախագծին կողմ է քվեարկել 62 պատգամավոր։